Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով երկու դատավոր չի մասնակցի քննությանը։ Խոսքը Արդարադատության նախկին նախարար, Հանրապետություն կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանի և բոլորովին վերջերս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորի մանդատը վայր դրած Վլադիմիր Վարդանյանի մասին է։ Սահմանադրական դատարանի կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունը մենք գտնում ենք, որ անհնարին է։ Ումը Չեմ բացահայտի այս փուլում, վստահ եմ ձեզանից շատերը դա գիտեն, պատկերացնում Վլադիմիր են։ Վարդանյան, Սեդա Սաֆարյան։ Նշված հարցերը կքննարկվեն Սահմանադրական դատարանում։ Նման միջնորդություն վստահաբար լինելու է։ Բայց բանը չհասավ կուսակցությունների կողմից միջնորդությանը, դատարանն արդեն իսկ որոշում ունի։ Ըստ այդմ նշվում է, որ Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Վարդանյանը ուրբաթ հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ։ Դատավորը գտնում է երբման ներքո եւ խոսում է դատարանը բացառապես իր ակտերի միջոցով։ Արտակ Զեյնալյանի դեպքում եւս նշվում է, որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Իսկ որպես երրորդ կողմ է ներգրավվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Մեր տեղեկություններով ներկայացուցիչներից մեկը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է։ Բանն այն է, որ Զեյնալյանը մինչ Սահմանադրական դատարան տեղափոխվել է, եղել է նաեւ Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության անդամ։ Իսկ քաղաքացիական պայմանագիրն ու Հանրապետությունը ընտրություններից հետո համագործակցության հուշագիր են կնքել։ Հայաստան եւ Ուժեղ Հայաստան դաշինքները միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի կողմնակալության հիմքով անհնարին ճանաչվի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը։ Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու էր Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակով։ Արման Բաբաջանյանի հանուն Հանրապետության կուսակցությունը, որը մասնակցում էր այս ընտրություններին, եւս ՍԴ-ում վիճարկում է ընտրությունների արդյունքները։ Իսկ 2021-ին Բաբաջանյանն ու Սաֆարյանը նույն դաշինքում էին։ Բաբաջանյանը առաջին, իսկ Սաֆարյանը երրորդ համարն էր։ 2021-ին այս դաշինքը չանցավ խորհրդարան։ 2022-ին կառավարությունը Սաֆարյանի թեկնածությունն առաջադրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար եւ ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո դեկտեմբերի 16-ին իստում տրված երդմամբ Սաֆարյանը ստանձնեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը։ Հենց որպես դատավոր չեմ կարող ասեմ։ Դե առավել եւս ինչու եք հարցնում։ Ուրբաթ Սեդա Սաֆարյանն այսպես էր արձագանքել իր անձի շուրջ քննարկումներին։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի կարծիքով Վլադիմիր Վարդանյանի եւ Արտակ Զեյնալյանի մասնակցության անհնարինության հիմքերը նույնությամբ առկա են նաեւ Սեդա Սաֆարյանի դեպքում։ Եթե օբյեկտիվ իրականության մեջ նման հնարավորություն առկա է, այսինքն քաղաքական գործընկերոջ մասին է խոսքը, մեկ թիմի ներկայացուցչի մասին է խոսքը, արդյոք դա հնարավոր է։ Երևի թե նաև ի վերջո այս հարցը հանրության տիրույթում էլ պետք է գնահատվի, անաչառ դիտորդի տեսանկյունից պետք է գնահատվի, բայց առնվազն կրկին պնդումս մասնակցության անհնարինության այն հիմքերը, որոնք վերաբերելի են եղել Վլադիմիր Վարդանյանին, Արտակ Զեյնալյանին, նույնությամբ վերաբերելի են նաև տիկին Սեդա Սաֆարյանին։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումներով գործերը միավորվել են եւ քննվելու են դատարանի նույն նիստում հունիսի 26-ին։ Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի փոխնախագահ Էդգար Շաթիրյանը։ Նա ՍԴ դատավոր է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից։ Նրա թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը։ Մինչ այդ Շաթիրյանը 2019-ին շուրջ 1 ամիս եղել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Արդյոք Էդգար Շաթիրյանի մասով եւս միջնորդություն կներկայացվի։ Վարդևանյանը հորդորում է սպասել մինչև ուրբաթ։ Պարոն Շաթիրյանի կողմից Facebook սոցիալական ցանցում էլ նաև որոշակի ակտիվություն առկա էր, բայց եկեք այսպես ձևակերպենք, նշված հարցերին անդրադարձ կկատարենք ուրբաթ օրը։ Հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Հարակից պատասխաններով դատարանի առջև հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության եւ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկում են ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների արդյունքներն անփոփոխ որոշումն անվավեր ճանաչելն է։ Սակայն որոշ ուժեր ներկայացրել են նաև ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու պահանջ։ Բարձր դատարանը պարտավոր է գործը քննել եւ որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին
կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչի այդ որոշումը։ Այս դեպքում կամ պետք է անվավեր ճանաչվեն ընտրությունների արդյունքները, կամ անվավեր ճանաչվեն եւ սահմանվի մանդատների բաշխման կարգը, կամ նշանակվի ընտրությունների երկրորդ փուլ։ Սահմանադրական դատարանի որոշումները ընդունվում են բաց քվեարկությամբ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունը սկսելու է 7 դատավորի մասնակցությամբ։